Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր սրտերը։ Ասում են կյանքում ամեն ինչ պատահական է լինում, բայց ես հիմա, տարիներ անց, հասկանում եմ, որ իմ կյանքի ամենամեծ շրջադարձը ոչ թե պատահականություն էր, այլ մի դաժան սառնասիրտ հաշվարկ։ Այդ հաշվարկի հեղինակը տալս էր, Մարիամը։ Եթե ինձ հարցնեն, թե ինչ եմ զգում նրա հանդեպ, ես առանց վարանելու կասեմ, ես նրան ատում եմ։ Ատում եմ այն ձևի համար, որով նա փոխեց իմ ճակատագիրը, թեև այդ փոփոխությունն ինձ փրկեց։ 12 տարի առաջ ես սովորական մի հարս էի։ Ապրում էի ամուսնուս, Արմենի և նրա ընտանիքի հետ մի մեծ տանը։ Մեր կյանքը հանդարտ էր, գուցե նույնիսկ չափից ավելի հանդարտ։ Ես սիրում էի Արմենին, կամ գոնե կարծում էի, թե սիրում եմ։ Նա լռակյաց էր, աշխատասեր, բայց մի տեսակ անտարբեր։ Իսկ Մարիամը, Արմենի քույրը, մեր տան գորշ կարդինալն էր։ Նա միշտ ամեն ինչ տեսնում էր, ամեն ինչ գիտեր ու երբեք չէր լռում, եթե ինչ-որ բան իր սրտով չէր։ Ես ու Մարիամը երբեք լավ հարաբերություններ չենք ունեցել։ Նա ինձ համարում էր թույլ, անողնաշար և առանց բնավորության կին։ Միշտ ասում էր. «Անուշ, դու դուռ ես, ով ուզում բացում է, ով ուզում փակում»։ Ես լռում էի, կուլ տալիս վիրավորանքը, որովհետև ընտանիքի անդորրն ինձ համար ամեն ինչից վեր էր։ Բայց մի օր ամեն ինչ փլվեց։ Այդ օրը Մարիամը եկավ մեր տուն, երբ Արմենը դեռ աշխատանքի էր։ Նա նստեց խոհանոցում, նայեց ինձ իր այդ սառը ծակող հայացքով ու ասաց. «Անուշ, դու գիտես, որ Արմենը քեզ դավաճանում է»։ Սիրտս կանգ առավ, թեյնիկը ձեռքիս դողաց։ Ես փորձեցի ծիծաղել, ասացի, որ դա անհնար է, որ Արմենը նման բան չի անի։ Բայց Մարիամը չէր կատակում։ Նա սեղանին դրեց մի ծրար։ Մեջը լուսանկարներ էին։ Իմ Արմենը մի ուրիշ կնոջ հետ, այնքան երջանիկ, այնքան կենդանի, ինչպիսին իմ կողքին երբեք չէր եղել։ «Էս դեռ սաղ չի», շարունակեց Մարիամը առանց խղճահարության նշույլի։ «Նա պատրաստվում է տունը վաճառել ու քեզ թողնել փողոցում։ Նա արդեն փաստաթղթերն է պատրաստում, դու ընդամենը խոչընդոտ ես նրա համար»։ Այդ պահին ես զգացի, թե ինչպես է աշխարհը պտտվում գլխիս շուրջը։ Ես սպասում էի, որ տալս կգրկի ինձ, կմխիթարի, կասի, որ կօգնի։ Բայց նա արեց հակառակը։ Նա վեր կացավ ու սկսեց գոռալ ինձ վրա. «Դու լաց ես լինում, դու նորից լաց ես լինում, այ թույլ արարած։ Դրա համար էլ նա քեզ չի հարգում, դու արժանի ես այս ամենին, որովհետև թույլ տվեցիր, որ քեզ հետ այսպես վարվեն։ Գիտես ինչ, հավաքիր իրերդ ու հենց հիմա կորիր այս տնից։ Եթե մինչև երեկո այստեղ լինես, ես ինքս քեզ դուրս կշպրտեմ»։ Ես նայում էի նրան ու չէի հավատում ականջներիս։ Սեփական տալս, ում հետ ես տարիներով հաց էի կիսել, ինձ դուրս էր անում իմ իսկ տնից, իմ կյանքի ամենածանր պահին։ «Ես քեզ ատում եմ, Մարիամ», շշնջացի ես։ «Ատիր», պատասխանեց նա, «բայց գնա»։ Ես հավաքեցի մի քանի շոր, վերցրի փոքրիկ խնայողություններս ու դուրս եկա այդ տնից։ Ես չգնացի ծնողներիս տուն, որովհետև ամաչում էի։ Ես գնացի կայարան, նստեցի առաջին պատահած ավտոբուսն ու մեկնեցի քաղաքի մյուս ծայրը։ Այդ գիշեր ես քնեցի էժանագին մի հյուրանոցում։ Լաց եղա այնքան, մինչև աչքերս չորացան։ Հաջորդ օրը ես արթնացի մի տարօրինակ զգացողությամբ։ Ես այլևս ոչինչ չունեի կորցնելու։ Մարիամի դաժան խոսքերը «Դու դուռ ես, ով ուզում բացում է» անընդհատ հնչում էին ականջներումս։ Ես սկսեցի աշխատել, սկզբում որպես հավաքարար, հետո մատուցող։ Ես աշխատում էի օրական 16 ժամ։ Ես սովորեցի լինել կոշտ, սովորեցի պաշտպանվել։ 3 տարի անց ես բացեցի իմ փոքրիկ թխվածքների արտադրամասը։ Իմ կյանքը սկսեց փոխվել, ես դարձա ուրիշ մարդ։ Ես այլևս այն խեղճ Անուշը չէի, ես դարձա գործարար կին, ում հետ հաշվի էին նստում։ Անցավ 8 տարի։
Մի օր իմ գրասենյակի դուռը բացվեց ու ներս մտավ Մարիամը։ Նա շատ էր ծերացել, հայացքը կորցրել էր նախքին փայլը։ Ես նստած էի իմ թանկարժեք սեղանի հետևում, նայեցի նրան ու զգացի, թե ինչպես է հին ատելությունը նորից արթնանում։ «Ինչու ես եկել», սառը հարցրի ես։ «Տեսնելու, թե ինչպես ես», ցածրաձայն ասաց նա։ «Տեսնում ես, ողջ եմ, հաջողակ ու ուժեղ։ Ի հեճուկս քեզ ու քո եղբոր։ Իդեպ, Արմենն ինչպես է իր նոր կնոջ հետ։ Վաճառեցին տունը»։ Անուշ, Արմենը երբեք քեզ չի դավաճանել։ Էդ լուսանկարները սարքված էին։ Նա երբեք չէր պատրաստվում տունը վաճառել։ Ես քարացա։ Ինչ։ Էդ դեպքում ինչու դու դա արեցիր։ Ինչու ինձ դուրս շպրտեցիր։ Մարիամի աչքերը լցվեցին, որովհետև ես տեսնում էի, թե դու ինչպես ես մեռնում այդ տանը։ Արմենը քեզ չէր սիրում, Անուշ։ Նա քեզ հետ էր, որովհետև դու հարմար էիր, լուռ էիր, ծառայում էիր նրան։ Դու քեզ կորցրել էիր։ Ես գիտեի, որ եթե քեզ չստիպեմ փախչել, եթե քեզ չցավեցնեմ այնքան, որ դու ատես ինձ ու ուզենաս ապացուցել, որ դու մարդ ես, դու կմնայիր այնտեղ ու կփտեիր մինչև կյանքիդ վերջը։ Ես ստեցի քեզ, որ դու սկսես ապրել։ Ես քեզնից խլեցի քո կեղծ երջանկությունը, որ դու գտնես քո իրական ուժը։ Ես նայում էի նրան ու չէի կարողանում շնչել։ Ողջ հաջողությունս, իմ այս նոր կյանքը, իմ ինքնավստահությունը, այս ամենը կառուցված էր մի մեծ ստի վրա։ Արմենը հիմա ապրում է նույն տանը, նույն ձևով, շարունակեց Մարիամը։ Նա ոչինչ չփոխեց։ Նա գտավ մի ուրիշ լուռ կնոջ ու շարունակում է իր դատարկ կյանքը։ Իսկ դու, նայիր քեզ, Անուշ, դու հաղթել ես։ Մարիամը շրջվեց ու գնաց։ Նա ինձնից ոչինչ չխնդրեց, ոչ ներողություն, ոչ օգնություն։ Այդ օրվանից անցել է 2 տարի։ Ես հիմա շատ հարուստ եմ, ունեմ ընտանիք, որտեղ ինձ իսկապես սիրում ու հարգում են։ Բայց ամեն գիշեր, երբ պառկում եմ քնելու, ես մտածում եմ նրա մասին։ Ես ատում եմ Մարիամին, ատում եմ նրան այն դաժանության համար, որով նա ինձ դուրս հանեց իմ հարմարավետ ճահճից։ Ատում եմ նրան, որ նա ինձնից լավ գիտեր, թե ես ինչի եմ ընդունակ։ Բայց ամենից շատ ես ատում եմ նրան այն բանի համար, որ եթե նա չլիներ, ես երբեք չէի դառնա այն կինը, որը հիմա հայելու մեջ ինձ է նայում։ Երբեմն ամենամեծ սերը թաքնված է լինում ամենադաժան քայլերի հետևում։ Բայց դա չի նշանակում, որ այդ ցավը հեշտ է ներել։ Նա փրկեց իմ կյանքը կոտրելով իմ սիրտը, ու ես մինչև հիմա չգիտեմ շնորհակալ լինեմ նրան, թե շարունակեմ ատել։